Հայելույս Հուսեն դակություն գելներ Չպես եք լավ եք պարկաստո Ոտը գդակնա գբաղի մեմը բաղ է մեմը դակ է օտնալ շվարած է բայց ասո պարկ կուդանք դակին համար բաղին համար օթին համար և ամեն պանի համար գուզեմ մեկ երկու հայդարարություն ընել ուրախ ենք որ երեք շաբթի օր Ցեզի բոլորից ծանոթ վերաբադվելի Սարգիս Բարուչյան Լիբանան բիդիելլա ուրեմն մինչև մարտ 31 ուրեմն արիտ բիդոնակ այստեղ զինք լսելու կալգիրագի օր բաշտամքին և նաև մարտ 30-ի բաշտամքին երկրորդ դիգիներուն համար նաև ինք մեր դիգնանցին բիդի խոսի այս ճորեք շաբթի ժամ 9-ին գիտեմ որ շատեր դիգնանցի գեդավին, բայց եթե կան նաև այլ դիգիներ, որ գուզեն այս ճորեքշաբթի նաև ներկա ալալ գրնակ նորմարաշի եկեղեցին մեջ ճորեքշաբթի 9-ին նաև ներկա ալալ և զինք լսել։ Դերը դա որ այս բոլոր, եթե ուրիշ ծառայություններ ըլլան անշուշտ հաջորդ շաբթվա համար նաև ցեզ գիմացնենք և կալ շաբաթ պետք է հայտարարությունը գնենք։ Ուրեմն գուզեմ գարթալ Ղուկաս 12:13-21 Տեր Հիսուսի արակներեն մեկն է ամմիտ հարուստին արագը գսե Հիսուս ժողովրդի մեջ են մեկը ըսավ անոր վարդապետ ըսե եղբորս որ մեզի ինգած ժառանգությունը ինձի հետ բաժնե Անալ ըսավ անոր մարդ ով զիս սեր վրա թադավոր գամ բաժին ընող թրավ և ավելցուց Նայեցեք և սկուշացեք ակաութենե, վազի մարդուս ստացվածներուն ավելնալեն գախված չէ իր գյանքը։ Արակ մնալ խոյեցավ անոնց ասելով, հարուս մարդում արդերը արատ պերկեր դվին, անգը մտածեր ինքն իրեն ու գսեր, ինչն եմ, կանզի դեղ չունիմ ուր իմ պերկերս ժողվեմ, և ասավ իմ ամպարներս կագեմ, ալավելի մեզը շինեմ, և ոն ժողվեմ իմ բոլոր պերկերս ու պարիկներս։ Եվ մանցիս ասեմ, ով անցս շատ պարիկներ ունի, շատ դայներու համար ժողված, հանք չէ գեր խեմե և ուրախ եղիր, բայց ասված ասավ անոր ամմիտ, այս կիշեր հոգիտ կեզմե բիդի բանչվի, ուս այն կու բադրաստած պաներըտ որում բիդի ելան։ Այսպես է անիգա, որ իրանցին համար կանց կտիզե, բայց ասո չի հարստանար։ Գեղեցիկ արակ մնե, նշանավոր արակ մնե, բոլորս ալ գիտենք, Գշարնագենք մեր ճամփորդությունը դեոնական աղոտքին հետ, դագավին երկու նույթ ունիմ գապված ասոր, ուրեմն կարևոր խոսքերը մեկը, որ մենք կաղոտենք դեոնական աղոտքի մեջ կսենք, մեր ամեն օրվա հացը այսօր ալ մեզի դուր։ Անշուշտ, եթե ասոր նախորդող աղաչանքներուն նայինք, մի տեսնենք, որ այդ բոլոր աղաչանքները գվերապերին երկնքի հետ։ Քու անունդ սուրբը լա, քու տակավորությունդ կա, քու գամքը դլա, ինչպես որ երինք այնպես ալ երկրի վրա։ Այսինքն Աստծո քահը, իր տակավորությունը, իր սրբությունը և իր գամքը։ Այս իրականություններուն հետ գապված է։ Բայց հետաքրքրականորեն Տեր Հիսուս կարծես թե գփոխե, անգյունաթարց մնե ասիկա, թարցվածք մնե։ Եվ այսօրվա աղաչանքը և նաև հաջորդ աղաչանքները առնչված է երկրի հետ, այս աշխարհի հետ, մեր գոյություն ունեցած կյանքին հետ։ Ներեմեզի մեր հանցանքները մեզ փորձության մի դանիր, գիտեք, ասի մեր առօրյա կյանքին հետ կապված է, առօրյա հարաբերություններուն հետ կապված է, մեր առօրյա դժվարություններուն հետ կապված է և փորձառություններուն հետ կապված է, որ գտիմակրավենք և գաբրինք։ Ուզենք այսօր հիմնվել մեր առօրյա պետքերուն վրա։ Խնդրանքը գվերապերի այսօրվա առօրյա հացին, մեր ամեն օրվա հացը այսօր ալ մեզի դուր։ Գիտեք, մենք միջին արևելքցի ենք, և միջին արևելյան մեջ, հասկացողության մեջ, հացը շատ հիմնական գարիք մնե ընտանիքին համար,
թե ապրելու եւ միաժամանակ հարաբերություններ շինելու։ Եթե դունիդ մեջ ամեն ինչ կա սառնայիդ մեջ եւ հատ չի գա, փամը բագաս է մեզ համար։ Գմդահոգվինք, անամատ մամաները գմդահոգվինք իրար գանցնինք։ Շատ անգամ գսենք եւ Հայաստանը գսենք սեն հրամեցեք միասին հաց կդրենք։ Գիտեք նաեւ դեր Հիսուս ալ հացը գդրեց եւ քո հացավ հաց կդրենք։ Գամ գսենք հաց եւ աղ խբզու աղ եւ խբզու մլහ այս հասկացողությունը որ նաեւ արաբական հասկացող արաբական մշակույթի մեջ շեշտված է երբեմն օդարին գսես որ եգուր հրամե գամ եթե մեկում գսես որ մեր մեջ հաց եւ աղ գա ուրեմն գիտես մեր հարաբերությունը լուրջ է մանավանդ երբ դժվարություն կա երբ որ նեղություն կա գսես որ վալավ մեր մեջ ասիկա գա բեչի աս դժվարությունը արկել քանտիսանա որ մեր հարաբերությունը կոյադևե եւ քայքայվի անշուշտ հացը խորհրդանիշ է մեր հարաբերության գաբերը նաեւ մդերմացնելու նաեւ խորհրդանիշ է հյուրասիրության երբ որ անջար էի դուրսեն հյուր մկար ամիջապես հաց կգդրեինք եւ աղ ուրեմն այդպես գտիմավորեինք երբեմն մեծ անձնավորություն եւ նաեւ ասիկա գիտենք հայկական նաեւ մշակույթի հետ կապված է ասիկան է մեզի մտածել գուտա որ աստուծմե այդ հացը ստանալը նաեւ իր գոմե մեզի հրավեր է այդ հարաբերությունը ամրապնդելու Աստծո հետ եւ որ ասված մեզի մեր ամենօրվա հացը գուտա նաեւ ասել է որ մենք նաեւ ասված գուզե այդ հարաբերությունը իրեն հետ զորացնել գիտնալ որ մենք նաեւ իր մեկ գախյալ ենք մեր կյանքի մեջ բոլորս ալ գիշենք կամ մեծ մասը գիշե լիբանանյան բادرազմի օրերը երբ դակնաբլար ալյուր չիգա հանգարց ինչ կլար փուրերուն արչև շարք կլար եւ շատ անգամ մեր պետքերեն ավելի գարնենք մեկ տոբրակ պետք ունիս 5 հատ կառնես եւ դունը գտնես կուզես որ դունդ հացը լա նույնիսկ ցիտաբդու եւ հաց ուդելով եւ ինչ կլար երկու օր վերջ հարցը գլուց վեր եւ հացը ինչ կլար քիֆոդեր եւ գտապեինք գսենք որ ինչ պետք է ամեն անգամ նույն բանը կբադայր դակնապ կա գերտանք 10 հրապտած կառնենք վերջ հացը գտապենք եւ ասիկա կգրտնվեր ինչու հացը կարևոր է մեզի ապահովություն գուտ հեչ բամությունիսն է հաց գուտես եւ գշտանաս գուզես որ դու հացը լա շատ կարևոր է մեր կոյադևելու այդ չանքին եւ աշխատանքին մեջ Գիտեք, երբ որ գսեմ, որ Աստծո գոմե դրված հացը նաև այդ հարաբերության իր մեկ գախյալ լալու խորհրդանիշ է, բոլորս ալ գիտենք, որ Աստված անաբադի մեջ հրյա ժողովուրդն ալ 40 տարի երագրեց, չէ՞։ Եվ նույն խնդիրը ունեցան, ըսա որ ծեր օրվան պետք է հավաքեցեք։ Եվ ինչ էին սկիզբը, իրենց պետք են ավելի հավաքեցին եւ արդյունքն դեսան որ իրենց ավեցած այդ հավաքածը արդեն փդած է եւ վերջացած է Աստուծմե գախյալ լալ նաեւ այդ կապար ինչ կխնդրենք որ Աստուծմե երբ ասիկա գսենք որ ինչ կխնդրենք որ այսօր երբ այս աղոտ կգսես այսօրվան համար է հիմա այդ ասիկա գսե այսօրվան համար է այսօր կուդունիտ մեջ հաց կա Park դիրոջ Վաղվան համար է Աբակայի համար է Մեր դուներում մեջ հաց չունինք արդյոք վստահ եմ որ ունինք Երբ նախորդ խնդրանքներում մեջ մեր խնդրանքները հոգևոր շեշտ ունին եւ Աստծո հետ կապված են հանգարց սկսենք աշխարհային պետքերու մասին խոսիլ եւ ասկա սխալ չէ Հիսուս սա որ հոգմին եք թե ինչ պիտի ուդեք եւ ինչ պիտի խմեք Չսա որ մի ուդեք եւ մի խմեք
Սա որ հոգ մի յենեք, թե ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի խմեք։ Այդ բոլորը մեր կյանքին մեկ կարևոր մասն են, սա նայեցեք թրջուններուն, շուշաններուն, բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ այդ բոլոր բաները պիտի դրվին ցեզի։ Նորեն շեշտը մեր հարաբերության վրա է, մեր գաբին հետ է Աստծո հետ եւ մեր հնազանդության վրա է Աստծո հետ։ Անշուշտ Աստծո նախաբադությունը Աստծո գամքին հնազանդությունն է։ Եվ նույնիսկ գսեմ որ քիչ առաջ աղոթքի մեջ շեցինք հնազանդեցեք Աստծո եւ սատանան ցեզմե պիտի փախչի։ Սակայն Հիսուս կշեշտե որ մնացյալներն ալ կարևոր է մեզի համար եւ դերը պիտի դա եւ պիտի հոգա։ Դեր Հիսուս 5000-ը գերագրեց երբ որ պետքը դեսավ եւ հացը բազմաբատկեց եւ գերագրեց։ Եվ գիտենք որ Աստված 40 տարի իր ժողովուրդ անաբադի մեջ գերագրեց։ Եվ անաբադ եթե դժվարության, առանցնության, դարաբանքի խորհրդանիշ է, ասել է որ նաեւ Աստված իր ժողովրդին, իր զավակներուն, իր հավատացյալներուն, իր եկեղեցին գհոգա եւ կգերագրե իր ցևերով։ Եվ բոլորս ալ գիտենք որ այս վերջին երկար 5-6 տարիներում որքան Աստված մեզի հոգաց եւ գերագրեց այս եգրի մեջ։ Այո, քույրեր, եղբայրներ, հոգեվորը միշտ ալ կարևոր է եւ նախաբադիվ է։ Սակայն նաեւ մեր հացը, որ մեր ֆիզիկական պետք գխորհրդանշ է։ Եվ նաեւ գապված է մեր աշխատանքին հետ, նաեւ եւ աշխատասիրության հետ։ Ճիշտ է որ Հիսուսը սա մարդմյան հացով չաբրիր, բայց մարդ հացով գաբրի, որպես հավատքի կյանքը կործատրե։ Պետք ունենք հացի ապրելու համար։ Մենք չենք ապրիր որպեսի ուտենք, բայց կուտենք որպեսի ապրենք։ Կուտենք որպեսի սնունդով լեցվենք։ Կուտենք որպեսի նաև մեր հավատքի կյանքի մեջ կարողանանք կուտենք որպեսի նաև կարողանանք մեր ծառայությունները անել, մեր վկայությունը անել, մեր առաքելության մեջ հավատարիմ գտնվենք։ Տեր Հիսուսի օրերուն եւ այս արագը կամ գսե Տեր Հիսուս այս աղոթքը մարդիկ օրականով գաբրեին, այդպես էր կյանքի ոճը, հետեւաբար գարիկը նաեւ արորիա հացի հոներ, ադորամար Հիսուսա որ աղոթեցեք մեր ամեն օրվա հացը այսօր ալ մեզի դուր։ Ուրեմն այս խնդրանքը դեղին է։ Բայց գիտեմ որ ես այսօր երբ այս աղոթքը գարդասանենք նաև գապված է մեր այսօրվա պետքին եւ վաղվան պետքին հետ։ Նաև այսօր ալ վստահ եմ որ լիփանի մեջ իսկապես ընտանիքներ կան, որ դերևս այդ առօրյա հացին պետք ունեն, չէ՞։ Դերևս մենք այդպես չենք, բայց մարդիկ կան որ իրական օրը օրին գաբրին։ Պիտի աշխատին, որովհետեւ գայանան ապրիլ։ Ուրեմն եթե ես կսեմ որ ով դեր իմ ամենօրյա հացս մեզի ինձի դուր, նաև դերևս գսեմ որ ով դեր ինձի նաև այսօր ուժ դուր, կորձ դուր, որբեսի աշխատիմ, չէ՞, եւ որբեսի իմ գայանամ իմ հացս հոգալ։ Այնպես չէ որ ով դեր մեկը գրգե որ ինձի հաց տա, այդպես չէ։ Ով դեր ինձի առողջություն դուր, ինձի ուժ դուր, ինձի կորձ դուր, որբեսի նաև գայանամ իմ առօրյա հացս ջարել եւ գայանամ ընտանիքիս պետքերուն հասնել։ Ուրեմն ես քիչ ավելի գուզեմ ավելի լայն տեսնել եւ ասկա ինձ համար նաև աղոթք է որ Աստված մեզի նաև առողջություն տա, Աստված մեզի նաև աշխատասիրության այդ հոգին տա, մանավանդ երիտասարդներուն, որ աշխատին եւ իրենց աշխատանքի կրդինքով իրենց պետքը գարիկը ապահովեն, չէ՞։ Ինչ կսենք, զույլ մարդը, աշխատասեր մարդը անոթի չի մնար։ Երբ որ մենք այդ աշխատասիրությունը ունենք, երբ որ մենք այդ զուլությունը չունենք, մենք մեր բաժինը գնենք, բայց Աստված իր բաժինը գնե, եւ մեր աշխատանքը, մեր կորձը, մեր ընտանիքը գործնե եւ անշուշտ բարիկներով գավելցնե։
Ուրիշ գաղափարը արդյոք այս աղոտ կսելու ենք երբ հաց չունենք, ընդհանրապես բոլորս էլ հաց ունենք մեր դուներում մեջ, եւ նույն ադեն բահաձոյալ ունենք, ուրեմն ինչու ամեն օր պիտի աղոթենք, ինչ կուզենք ասել այս բարակին, երբ այս խնդրանքը կներկայացնենք Աստծո։ Մի քանի գաղափարներ կուզեմ բաժնեցնել։ Առաջին, երբ այս բառերը գսենք, քույրեր եղբայրներ, մենք մեզի կհիշեցնենք, որ նախ Աստծո շնորհակալ լալու ենք իր դվածներուն համար, երախտաբարդ լալու ենք։ Մեր ունեցածը չենք կրնար անդեսել, բայց շնորհակալ լալու ենք իր դվածներուն համար, քանի որ Աստված է որ գուդագոր, Աստված է որ գուդագոր, Աստված է որ գործնեկոր։ Ուրեմն ասենք, ով դեր շնորհակալ եմ հոգածության համար։ Գիտեք, Աստված կանգալ է երբեմն ադիգա, եւ Աստված կուզե որ մենք շնորհակալ լինենք։ Հիսուս եւ որ փորոտները բժշկեց, մեկ ադը վերադարձավ, չէ՞։ Ինչը սա։ Ուրեն մյուս ինը հադը, ինչու չի վերադարձան եւ thank you մչեսին, երախտաբար չեղան, շնորհակալություն չի հայտնեցին։ Երբեք պետք չէ մոռանանք այս երախտաբար ըլլալու, շնորհակալ ըլլալու հոգին, որ այս բոլորը Աստծո եւ ասկա մենք սորվեցնելու ենք նաեւ մեր զավակներուն եւ մեր երիտասարդներուն։ Երկրորդ, երբ այսպես կաղոթենք, կխոստովանենք, որ մենք Աստծո վրա կվստահենք եւ մեր ունեցածը ամբողջովին իր մեջ է։ Այսինքն նայեցեք, իմ կորձս, իմ կարողություններս, իմ ժամանակս, իմ ուժս, իմ առողջությունս, բոլորը Աստծո է։ Բամը չունիս, հանգարց գիվանտանաս անգողին գբարգիս։ Այդ ժամանակ արժեքը գգիտնաս առողջության, որ որքան թուն արժեքավոր բամ ունիս կյանքիդ մեջ, որ տրամով չի կնահատվիր։ Ուրեմն գարժես կսենք որ ով դեր մեր ամենօրվա հացը դուր, բայց նաև մեր ամենօրյա հացը դուր, ուժը դուր, կորձը դուր, առողջությունը դուր մեզի այսօր եւ վաղը։ Ինչու՞։ Քանի որ հանգարց այս բոլորը գրնանք ինչնել, գրնանք գործընծնել։ Գմորնանք երբեմն ասիգա։ Գմորնանք, գանդեսենք, բայց գրնանք այս բոլորը հանգարց գործընծնել։ Եվ ասիգա իրականություն է, չէ՞։ Բայց հեքիաթ չեմ բատ մեր գոր։ Բոլորս գիտենք անցեր, որ հանգարց այս բոլորը գրնան գործընծնել։ Այս հարուստ մարդը արագի մեջ չի գրծավ այս մեկը անել եւ չի գրծավ Աստծո հարստանալ։ Գերխմե կեֆրե։ Այդպես աշխատեցավ, ամբարները մեծուց, շատցուց, բահեց, բայց վերջավորության տեսավ, որ ասվածա, որ այս գիշեր հոգիդ քեզմե պիտի առնվի։ Ես չեմ կարծել, որ Աստված այդ գիշեր այս մարդուն հոգին արավ։ Չեմ ուզել այդպես տեսնել, որ Աստված մեր հոգիները այս չեմ հավատար, որ Աստված մեր հոգիները այդպես կառնե։ Բայց կհավատամ, որ այս մարդը չի մտածեց, որ հանգարց գրնա ինքը հանգարց զամա ըլլալ եւ այդ բոլորը գործընծնել։ Ուրեմն այսպես ամ որ Աստծո չի հարստանար։ Ուրեմն այս արագին մարդահրավերը այդ է, որ մենք կարողանանք Աստծո համար հարստանալ։ Եվ ինչ օրհնություն, ինչ բարիք որ ունենք մեր կյանքերներս, ասենք որ ով դեր, ասիկա ես քու դրամատիան տակ կծնեմ գոր։ Որքան ադեմ որ ինձի այս աշխարհի մեջ կյանք կուդաս։ 1 տարի, 2 տարի, 5 տարի, 10 տարի։ Ուրեմն այս մեկը նույն ադեմ մեզ գրնա մեզ մղել այս բաներուն գապված չլալու, նյութականին գապված չլալու, Աստծո դալու, եւ մեր պետքերուն համար կարողանանք Աստծո վստահել։ Երրորդ գաղափար, մեր ամենօրվա հացը այսօր մեզի դուր, երբ գաղութենք, երբ դեոնական աղոթ գաղութես, ասկերաչեսի գաղութես որպես եկեղեցի։ Աստված իմ հայրս չէ միայն, Աստված մեր բոլորին հայրն է։
Դերը եկեղեցին դերն է եւ Աստված եկեղեցին հայրն է։ Ուրեմն ինչ կսեմ որ ես, կսեմ որ մեր հացը դուր, մեր հացը, այսինքն իրարու համար նաև գաղութենք կոր եւ բոլորին համար գաղութենք կոր։ Եվ ասել կարևոր է։ Միան իմս չէ։ Չեմ գնար ես անձնագետրոն ըլլալ։ Չեմ գնար ես եթե ունիմ եւ քույրս եղբայրս չունի, չեմ գնար անդարբեր։ Չեմ գնար աս աղոտ կաղոթել եւ անդարբեր ըլլալ։ Որը Աստված եկրեն մանանա պիտի չիչեցնե։ Տերևս պիտի որ եղբայր նայր որ տուն ինչ կրնաս ընել այդ անցին։ Այս աղոթքը միան իմս չէ, այլ եկեղեցին, հավատացյալներուն, մեր քույրերուն եւ եղբայրներուն։ Հետևաբար ինչ նելու եմ ուրիշին համար։ Ինչ կրնամ մնել ուրիշին համար, ասիա մեզ մարդահրավերի թիմաց կթնե, չունեցողին նկատմամբ մտածելու, մտահոգվելու եւ ինչու՞ չէ օգնության ցերկ երգարելու, աղքատին, գարեկավորին, մեր քրոջ, մեր եղբոր։ Եվ անշուշտ չի բավերու ասիա մենք բայրովս ենք, այլ նաեւ ճանակ մեր ունեցածեն բաժնեկցիլ ուրիշի հետ։ Պետքի հետ, երբ բամ ունիս կվայելես, երբ ճաշմը գեպես, որքանով կմտածես մեր Տերս մեկու մասին, որ այդ մեկը չունի։ Գրնաս Տերս բնակ մջաշ տանիլ մեկումը։ Շատ մեծ բամը չէ, երբեմն գեպենք եւ ավելի քիչ ավելով գեպենք եւ գրնանք տանիլ։ Գրնաս բամը անել այս նյութով։ Անշուշտ երբեմն զնունտի ադեն գնենք, երբեմն ուրիշ արիտներով այս մեկը գնենք։ Ուրեմն 5-րդ եւ վերջավորության մտածելու ենք մեր հարաբերության դրամի եւ նյութականի եւ ստացվածքի հետ։ Եվ որ ասի գաղութենք որ այս հարուստ մարդը այդ կապվածությունը ուներ նյութականին։ Հարուստ բադանին որ Հիսուսի եկավ նաեւ այդ կապվածությունը ուներ։ Դեր հավիտյան կյանքը գուզեմ ժառանգել, օքեյ, յետևես էգուր ցկեց եւ վերադարձած։ Ինչու կային գսե որ նյութականին դրամին կապված են։ Ինչպես կվարվիմ ունեցածիս հետ եւ որքանով կհունագեմ ունեցածովս, ստացվածքովս, ինչպես կվարվիմ, ինչ կնեմ, ինչպես կորձածեմ, որու համար կորձածեմ եւ վերջավորության նաեւ հոգեվոր իմաստ կա, որովհետեւ Հիսուս ասավ ես եմ գենաց հացը։ Եվ ասկա նաեւ մեզի այլ dimension-ի, այլ գեցվածքի մը գնանի, որովհետեւ երբ կսենք ով դեր մեր առօրյա հացը դուր, նաեւ մեր առօրյա հոգեվոր հացը դուր, մեր առօրյա հոգեվոր սնունդը դուր մեզի, որպես այդ մեր հավատքի կյանքի մեջ աճինք եւ գանանք այս կյանքի մեջ դժվարությունները, մանավանդ փորձությունները գանանք թիմակրավել եւ անշուշտ այդ առօրյա հացը Աստված նաեւ մեզի գուտա իր սուրբ խոսքին, գենտանի խոսքին, գենաց խոսքին միջոցով, որ գրնանք կարդալ, գրնանք հասկանալ, գրնանք մեծնալ, գրնանք աճիլ եւ մանավանդ այդ խոսքը մեր կյանքի մեջ գրնանք կորզատրել։ Հիսուսը աշխարհքալն է, հաղորդյան ժամանակ նաև Հիսուս այդ հացը գդրեց, իր մարմինը գդրեց խաչին վրա մեր բրգության համար, նաև այդ հացի գարիկը գա։ Անշուշտ մեզի համար այս մեկը ամենօրյա պետք է։ Իր խոսքը մեզի համար ամենօրյա պետք է եւ իր մանավանդ Հիսուս Քրիստոսի ներկայությունը հավատացյալին համար ամենօրյա պետք է եւ մենք գսերդենք այս մեկը եւ մանավանդ Հիսուս մեզի հետ ներկայ է ինչով իր սուրբ հոգիով կան որ սուրբ հոգին է որ մեր մեջ կաբրի մեր սրդերում մեջ կաբրի մեզի գփոխե գարաչնորթե եւ անշուշտ գզորացնե քույրեր եղբայրներ դերը դա որ այս աղոթքը գաղութենք կողոնակությամբ աղոթենք Աստծո փառք տանք մեր ունեցածին համար խնդրենք որ Աստված նաև մեր ժամանակը մեր կարողությունները մեր այդ իմաստությունն որ այդ բոլորը իր փառքին համար իրմով հարստանանք ինչպես այս արագի մեջ կգարտանք եւ միշտ հիշենք որ մեր ամենօրյա հացը եկեղեցին ամենօրյա հացն է հավատացյալներուն խումբին
ամենօրյա հացն է։ Եվ ես չեմ գնար այս աղոթքից մեջ անձնագետրոնը լալ եւ անձնասերը լալ եւ միայն իմ անձիս մասին մտածել։ Եվ ասիկա անշուշտ մեծ մարդահրավեր է մանավանդ աշխարհի մեջ, որ երթալ են ավելի ինչ կլագոր ավելի անձին վրա գշեշտի անձնագետրոն լալու վրա գշեշտի որ ասիկա շատ հագարակ է աշխարհի սկզբունքին։ Եվ ադորա մարարակյալը գսե մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքով։ Հաբացեր մտքի նորոգ պեցեք նոր բան ըրեք անշուշտ Քրիստոսի օրինակը ապրելու ենք մեր կյանքի մեջ։ Թող Տերը մեզ բոլորս օրհնե, բահե եւ առաջնորդե։ Ամեն։ Բարի գիրագի բոլորիդ